Հարության տոնի հաջորդող կիրակի օրը կրկնազատկին մարդիկ Սուրբ Պատարագի ընթացքում հնարավորություն են ունենում հաղորդակցվել Շուրիշկանի հրաշագործ ավետարանից բխող զորությանը։ Շատերը գիտեն, որ այդ օրը Սուրբ Գիրքը դուրս է բերվում Մատենադարանից եւ կիրակի առավոտյան գալիս են այստեղ։ Հնչում է Քրիստոս հարյավ իմերելոց ավետիսը։ Մատենադարանի ձեռագրատան վարիչ Դավիթ Ղազարյանը Շուրիշկանի ավետարանը հանձնում է Արագածոտնի թեմից եկած քահանաներին։ Արագածոտնի թեմում այս ավանդույթը շուրջ 25 տարի առաջ է ձևավորվել։ Թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր սպասավորներ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը եւ Տեր Գարեգին քահանա Արսենյանը Մաշտոցյան Մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տեղափոխեցին հրաշագործ ավետարանը։ Այս տարի ավետարանի կնքահայրությունը ստանձնել է ծնունդով Իրանի Շուրիշկան գյուղից Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգի Անի Արմենիա հայ համայնքի նախագահ Սուրբ Հովհաննես եկեղեցու բարերար ծխական խորհրդի ատենապետ Մասիս Նազարյանը։ Ապերես ապրելով Շուրիշկանում միշտ ավատարիմ լինելով եկեղեցուն ավետարանի միշտ որ սկսվեց արդեն Շուրիշկանի ավետարանի դուրս բերելը դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի միշտ մտքումս է եղել այդ ուխտը վերցնել իմ վրա որ գալ տեսնեն աղոթել։ Մուղնի ուխտի եկածները խանդավառությամբ դիմավորեցին Սուրբ Գիրքը։ Ավանդազրույցը պատմում է, որ Շուրիշկանի ավետարանը հայտնի է նաև Պապ Կարմիր Սուրբ Բարսեղ կեսարացի անուններով։ Այն գրվել է 1498 թվականի Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Պատվիրատուն Թուրուանդ իշխանն է եղել, գրիչը Բարսեղ քահանան։ Հայերի 1603-ից 1604 թվականների բռնագաղթի ժամանակ ավետարանը տեղափոխվել է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ։ Հնարավոր վտանգներից պաշտպանելու նպատակով ավետարանը թաղել են հողի մեջ։ Որոշ ժամանակ անց գետնափոր թաքստոցից աղբյուր է բխել լճակ գոյացնելով։ Սուրբ Գիրքը գրեթե անվնաս դուրս է բերվել 7 տարի անց միայն։ 3 գիշերվանից այստեղ աղոթք է կատարվում, ողջ գիշեր հավատացյալ ժողովրդի հետ սաղմոսներ եւ աղոթքներ։ Մեր ժողովուրդը մեծ ոգևորությամբ, մեծ սպասումով, անհամբերությամբ սպասում է Շուրիշկանի ավետարանի օրհնությանն արժանանալու։ Ես վստահ եմ, որ այսօր ամենքս կանգնած ավետարանի առջև խոնարհվելով, օրհնություն խնդրելով, խնդրում ենք, որ եկնավոր Տերը օրհնի մեր Սուրբ հայրենիքը, օրհնի մեր Սուրբ եկեղեցին, օրհնի բոլորիս։ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Սուրբ Պատարագը մատուցեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Հայր Սուրբն իր քարոզում պատգամեց ավետարանն ընդունել ոչ միայն Սուրբ Գրքի արժեքավոր ժառանգություն, այլև որպես կենսակերպ իբրև սիրո, հույսի, խաղաղության ու Աստծո ներկայության կենդանի վկայություն։ Կրկնազատկի տոնը հիշեցնում է, ասաց Հայր Սուրբը, որ Աստված շարունակում է խոսել եւ իր պատգամը ուղեկից դարձնել մեզ։ Կրկնազատիկը հարության խորհրդի շարունակությունն է, մենք շարունակում ենք ապրել հարության խորհուրդը, այն հաղթանակը, որը Տերը տարավ մահվան նկատմամբ, մեզ պարգևելով հավիտենական կյանքի հույսն ու հնարավորությունը։ Մուղնի ուխտի են եկել Հայաստանի տարբեր բնակավայրերից ու արտերկրից։ Շատերն ամեն տարի են գալիս մասնակցելու պատարագին, հաղորդվելու Սուրբ Գրքի զորությանը։ Ներկաներից շատերը Շուրիշկանի հրաշագործ ավետարանի հետ կապված իրենց պատմությունն ունեն, աղոթել են, բժշկվել։ Այսօր այստեղ են գալիս շատ իրանահայեր, որոնք դեռ երեխա ժամանակ հաղորդակից են եղել Սուրբ Գրքի զորությանը։ Հերյուց եմ Թերանի գյուղերից, Շուրիշկանցի, նույն ավետարանի գյուղից։ Ամեն տարի մենք այսօր այստեղ ենք։ Հիմա ես եկել եմ Սուրբ Գևորգ եկեղեցի, որովհետև ուզում եմ օրհնություն ստանամ Շուրիշկանի ավետարանից։ Իմացել եմ, որ գրվել է դա 1498 թվականին։ Պատվիրատում եղել է Թուրվանդ իշխանը։ Ես իրանահայ եմ, իմ նախնիները իրանահայ են, մենք մանկուց լսել ենք այս ավետարանի զորության մասին,
ուզեցիք անպայման շոշափել զգալ զորությունը։ 3.5 դար անց 1973 թվականին մեծ ոտիսական ունեցող Շուրիշկանի ավետարանը հայրենադարձ Մատթեոս Ծառուկյանը նվիրաբերել է Մատենադարանին։ Ծառուկյան ընտանիքի անդամները մասնակցում էին կրկնազատկի պատարագին։ Եկել ենք Գերմանիայից, մասնակցենք Շուրիշկանի երաշագործ Սուրբ Ավետարանի օրհնությամբ Սուրբ պատարագին։ Մենք Ծառուկյան Մաթեոսի թոռներն ենք։ Իր զորությանը հավատան մեր ժողովուրդը եւ խնդրակատար, որի են կոչում են, դա իզուր չի։ Խնդրակատար խնդրեք եւ կատարվի։ Հավատքով սիրով բոլորը ինչքան ասել են, դրանք ամենը առասպելներ չեն։ 14 տարի ինքը սպասել եմ բալիկի եւ ունեմ մի 3 հատ բալիկ։ Հույսով, հավատքով եւ մեծ սիրով։ Ալեն Ծառուկյանը, որ պատարագի ժամանակ շապի քաքած սպասավորում էր խորանին, նույնպես Ծառուկյան տոհմից է։ Նա շատերի նման անգիր գիտի Շուրիշկանի ավետարանի անցած ուղին։ Ես ապրում եմ հիմա Հրազդանում, իմ պապերը Շուրիշկանից են, բայց արմատներով Վանից են։ Իսկ Շուրիշկանի ավետարանի վերաբերյալ կարող եմ ասել, որ գրվել է 1498 թվականին Վասպուրական նահանգի Արևելյան Աղվեհովիտ, հետագայում Քաշվերունի գավառի Ասպեսնա գյուղում Թուրվանդա իշխանուհու պատվերով Բարսեղ քահանայի կողմից։ Պատարագից հետո մարդիկ հաղորդություն ճաշակեցին, համբուրեցին Սուրբ Գիրքը։ Կատարվեց նաև մատաղի արարողություն, որն ի նշան ապաշխարության սրբազան պատարագի ավարտին բաժանվեց ուխտավորներին։ Սովորաբար հավատացյալների հոսքը Սուրբ Գևորգ չի դադարում մինչև ավետարանի Մատենադարան վերադարձը։ Աննա Թամրազյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։